Ողջույն սիրելի հետևորդներ։ Այսուհետև երեկոյան հիմնական թողարկումից բացի ձեր ուշադրությանը կներկայացնենք օրվա կարևոր լուրերը կեսօրի դրությամբ։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգներում ժամային գոտիները, շատերի համար երեկոյան թողարկումը ուշացած է համարվում։ Եվ ընդառաջ գնալով այլ նահանգներում ապրող մեր հայրենակիցների խնդրանքներին, այսուհետև ձեր ուշադրությանը կներկայացնենք երկուական թողարկում։ Դաշնային դատավորն այսօր կասեցրեց Թրամփի վարչակազմի որոշումը, որով Հարվարդի համալսարանին արգելվում էր միջազգային ուսանողների ընդունումը։ Այս որոշումը համալսարանը բնութագրել էր որպես հակասահմանադրական վրեժխնդրություն Սպիտակ տան քաղաքական պահանջներին չհնազանդվելու համար։ Հարվարդը դատական հայց է ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան ընդամենը ժամեր անց, պնդելով, որ վարչակազմի գործողությունները խախտում են Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին փոփոխությունը եւ կբերեն անմիջական ու կործանարար հետևանքների, ինչպես համալսարանի, այնպես էլ 7000-ից ավելի վիզայով ուսանողների համար։ Մի գրչի հարվածով կառավարությունը փորձում է ջնջել Հարվարդի ուսանողական կազմի 1/4-ին միջազգային ուսանողներին, որոնք էական ներդրում ունեն համալսարանի առաքելության մեջ, նշված է հայցում։ Առանց միջազգային ուսանողների Հարվարդը Հարվարդ չէ։ Դաշնային դատավոր Էլիսան Բերոուզը հաստատել է ժամանակավոր արգելքը, կասեցնելով կառավարության գործողությունը։ Թրամփի վարչակազմի այս քայլը խառնաշփոթ է առաջացրել համալսարանում ավարտական հանդիսությունից ընդամենը մի քանի օր առաջ։ Միջազգային ուսանողներ, ովքեր ղեկավարում են լաբորատորիաներ, դասավանդում, աջակցում դասախոսներին եւ ներգրաված են Հարվարդի մարզական ծրագրերում, այժմ կանգնած են դիլեմայի առաջ՝ տեղափոխվել այլ հաստատություն, թե մնալ վտանգելով իրենց օրինական կարգավիճակը։ Որոշումը հատկապես ծանր ազդեցություն է թողել Հարվարդի մագիստրոսական դպրոցների վրա, ինչպես օրինակ Քենեդիի դպրոցում ուսանողների գրեթե կեսը եւ բիզնես դպրոցում ուսանողների 1/3-ը օտարերկրացիներ են։ Անվտանգության նախարար Քրիստի Նոեմը պահանջել էր, որ Հարվարդը տրամադրի օտարերկրյա ուսանողների մասին ամբողջական տեղեկատվություն, ներառյալ նրանց հնարավոր մասնակցությունը բռնություններին եւ ցույցերին։ Հարվարդը հայտարարել է, որ փոխանցել է հազարավոր տվյալներ, սակայն Նոեմը ոչ բավարար է համարել դա եւ չի ներկայացրել հստակ բացատրություն։ Անվտանգության վարչությունը մեղադրել է Հարվարդին հակաամերիկյան ահաբեկչական կողմնակիցներին հովանավորելու մեջ, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցության մեջ։ Այս հայցը առանձնացված է դատական գործից, որով Հարվարդը վիճարկում է Թրամփի վարչակազմի ավելի քան $2 միլիարդ դաշնային ֆինանսավորման կրճատումը։ Շարունակենք ուսանողական թեմաներով։ Թրամփի վարչակազմը մեղադրում է Կոլումբիայի համալսարանին հրեական ուսանողների քաղաքացիական իրավունքները խախտելու մեջ գիտակցված անտարբերություն դրսևորելու համար այն երևույթների հանդեպ, որոնք վարչակազմը նկարագրում է որպես համալսարանում տարածված հակասեմիտիզմ։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը երեկուշ երեկոյան է հայտարարել այս գնահատականը, ապահովելով հերթական ճնշումը այն հեղինակավոր բուհերի վրա, որոնք արդեն բախվել են դաշնային ֆինանսավորման կրճատման եւ կառավարական աճող պահանջների ուսանողական ելույթները սահմանափակելու ուղղությամբ։ Ռոբերտ Քենեդի կրտսերի ղեկավարած նախարարության քաղաքացիական իրավունքների բաժինը հայտարարել է, որ Կոլումբիան խախտել է քաղաքացիական իրավունքների մասին օրենքի 6-րդ հոդվածը, որը արգելում է դաշնային ֆինանսավորում ստացող հաստատություններին խտրականություն դրսևորել ռասայի, մաշկի կամ գույնի կամ ազգային ծագման հիմքով։ Այդ ազգային ծագում ձևակերպումը, ըստ նախարարության հաղորդագրության, ներառում է նաև հրեաների կամ հենց իսրայելացիների նկատմամբ խտրականությունը փաստացի կամ ենթադրյալ ինքնության կամ ծագման հիմքով։ Հայտարարության մեջ նոր պատժամիջոցներ Կոլումբիայի դեմ չեն նշվում։ Բուհը արդեն իսկ բախվել է մոտ $400 միլիոն դաշնային ֆինանսավորման կրճատմանը իր արձագանքի պատճառով Պաղեստինամետ ուսանողական բողոքներին։ Կոլումբիայի խոսնակը հայտնել է, որ բուհն այժմ բանակցում է կառավարության հետ հակասեմիտիզմի մեղադրանքները լուծելու շուրջ։ Քաղաքացիական իրավունքների վարչության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քննությունը հիմնված է եղել վկաների հարցազրույցների, լրատվամիջոցների հրապարակումների եւ այլ աղբյուրների վրա։ Գնահատման մանրամասները չեն հրապարակվել։ Նախորդ գարնանը Կոլումբիան դարձավ Գազայի պատերազմի դեմ ուսանողական բողոքի ալիքի կենտրոնը, հարուցելով համազգային շարժում, որը պահանջում էր համալսարաններից կասեցնել կապերը Իսրայելի հետ։ Նույն համալսարանի ուսանողի մասին։ Ձերբակալված ուսանող ակտիվիստ Մահմուդ Խալիլը միգրացիոն լսումից առաջ առաջին անգամ հանդիպել է իր 1 ամսական որդուն։ Խալիլի փաստաբանները հայտնել են, որ նա հանդիպել է կնոջը բժիշկ Նոա Աբդալլահի եւ նորածին Դինին Լուիզիանայի շրջանում գտնվող միգրացիոն դատարանի նիստում։ Այս հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ դատավորը շաբաթվա սկզբին որոշել էր, որ նրան պետք է թույլ տրվի հանդիպել կնոջ հետ, քանի որ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը նախկինում մերժել էր նրանց տեսակցությունը։ Խալիլի փաստաբանը նշել է, որ հանդիպումը անհավատալիորեն հզոր փորձառություն էր, ավելացնելով, որ այն 1 ամիս ուշացած էր, բայց վերջապես նա գրկեց իր երեխային։ Լսումից հետո դատավոր Ջեյմի Կմանսը չի հրապարակել որոշումը, թե արդյոք կառավարությունը կարող է շարունակել Խալիլի արտաքսման գործընթացը։
Որոշումը կհրապարակվի ավելի ուշ։ Խալիլը պաղեստինցի է, ծնվել եւ մեծացել է Սիրիայում փախստականների ճամբարում։ Նա Միացյալ Նահանգներ մուտք է գործել ուսանողական վիզայով 2022 թվականին, իսկ արդեն 23-ին դարձել է օրինական մշտական բնակիչ իր ամերիկացի կնոջ միջոցով։ Նա հանդիսանում է Կոլումբիայի համալսարանի ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը քննադատում է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում։ Նրա որդին ծնվել է մարտի սկզբին Խալիլի ձերբակալությունից հետո։ Պետդեպարտամենտը հետ է վերցրել նրա գրին քարտը, օգտագործելով Միացյալ Նահանգների ներգաղթի օրենքի հազվադեպ կիրառվող դրույթ, որն իրավասություն է տալիս պետքարտուղարին արտաքսում նախաձեռնելու, եթե այդ անձի ներկայությունը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին։ Այլընտրանքային դատավարական գործընթացում դաշնային դատավորը ժամանակավոր արգելք է դրել Խալիլի արտաքսման վրա, մինչև ուսումնասիրվի արդյոք նրա ձերբակալությունը եղել է սահմանադրական։ Այդ արգելանքը կմնա ուժի մեջ, անկախ Քմանսի որոշումից, մինչև ավելի լայն իրավական հարցերը չկարգավորվեն։ Շարունակելով Գազայի թեման արդեն, Միացյալ Նահանգների աջակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամը մտադիր է մինչև մայիսի վերջ սկսել օգնության բաշխումը Պաղեստինյան գոտում, որտեղ սովի վտանգը գնալով խորանում է, բայց ՄԱԿ-ը հրաժարվում է համագործակցել այդ կառույցի հետ, պատճառաբանելով, որ հիմնադրամը մարդասիրական օգնությունը կապում է քաղաքական եւ ռազմական նպատակների հետ, սովն օգտագործելով որպես ճնշման գործիք։ Իսրայելը մարտի 2-ին դադարեցրել էր ամբողջ օգնության մուտքը Գազա, բայց այժմ որոշ սահմանափակումներով թույլ է տալիս մուտքը նախնական ստուգումից հետո։ ՄԱԿ-ի տվյալներով, երբ համակարգը գործում է, օգնությունը հասնում է քաղաքացիական բնակչությանը, սակայն Իսրայելը հաճախ արգելում է մուտքը, նախընտրելով Գազայի ժողովրդի հարկադրաբար հեռացման քաղաքականությունը, որը ըստ պաշտոնյաների արվում է մարդկանց կյանքի հաշվին։ Նոր հիմնադրամը GHF-ը հիմնադրվել է 2025 թվականի փետրվարին Շվեյցարիայում։ Այն կապ է պահում մասնավոր ամերիկյան անվտանգության եւ լոգիստիկ կազմակերպությունների հետ։ Նախնական ծրագրով Գազայում կբացվեն 4 անվտանգ բաշխման կետեր, 3-ը հարավում, 1-ը կենտրոնում։ Հետագայում ծրագրում են ընդլայնվել նաև դեպի հյուսիս։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել անվտանգ գոտիներ Գազայի հարավում, որպեսզի պաղեստինցիները տեղափոխվեն իրենց իսկ անվտանգության համար։ ՄԱԿ-ը եւ իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ նման քայլը նոր հարկադրանք է տեղահանության, որը հղի է քաղաքացիական զոհերով։ Մեր հիմնական խնդիրը քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանությունն է, եւ մենք չենք աջակցում հարկադրական տեղահանումներին, ասել են GHF-ից։ Գազայում մարդասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ առանց զինադադարի ոչ մի օգնության մեխանիզմ չի կարող բավարար չափով սնունդ եւ դեղամիջոցներ մատակարարել տարածաշրջանին, հատկապես հաշվի առնելով մարդկանց ֆիզիկական վիճակն ու տեղաշարժվելու դժվարությունները։ Օրվա դրական լուրերից մեկը Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակել են յուրաքանչյուրը 390 ռազմագերի, այսպիսով իրականացնելով մինչև այժմ 3 տարի շարունակվող պատերազմի ամենախոշոր գերիների փոխանակումը։ 1000 գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը անցած շաբաթ Ստամբուլում կայացած բանակցություններից միակ կոնկրետ արդյունքն էր խաղաղության ճանապարհին։ Երկու կողմերն էլ հայտարարել են, որ արդեն իսկ ազատ են արձակել 270 զինծառայող եւ 120 քաղաքացիական անձ, եւ որ փոխանակումները կշարունակվեն շաբաթ եւ կիրակի օրերին։ Ստամբուլյան բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվել հրադադարի շուրջ, որը առաջարկել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը այս մասին գրել է True Social հարթակում. «Շնորհավորում եմ երկու կողմերին այս բանակցության համար, սա կարող է մեծ բանի հանգեցնել»։ Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարյունալի այս պատերազմում ենթադրվում է, որ 100 հազարավոր զինծառայողներ սպանվել կամ վիրավորվել են։ Տասնյակ հազարավոր ուկրաինական խաղաղ բնակիչներ ևս զոհվել են ռուսական ուժերի կողմից ուկրաինական քաղաքների ռմբակոծությունների հետևանքով։ Ուկրաինան հաստատել է, որ պատրաստ է անհապաղ 30-օրյա հրադադարի, իսկ Ռուսաստանը, որը սկսել է պատերազմը 2022 թվականին Ուկրաինայի վրա հարձակմամբ եւ այժմ վերահսկում է Ուկրաինայի մոտ 5-րդ մասը, հայտարարել է, որ չի դադարեցնի հարձակումը մինչև իր պահանջները չկատարվեն։ Վերադառնանք Միացյալ Նահանգներ։ iPhone-ը կարող է թանկանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր բարձրացրել է իր առևտրային սպառնալիքները, թիրախավորելով միաժամանակ երկու ուղղություն՝ սմարթֆոնների հսկա Apple-ը եւ Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքները։ Թրամփը սպառնացել է 25% մաքսատուր կավելացնել Apple-ի այն iPhone-ների համար, որոնք վաճառվում են Միացյալ Նահանգներում, բայց արտադրված չեն նահանգներում։ Ամեն տարի Միացյալ Նահանգներում վաճառվում է ավելի քան 60 միլիոն iPhone, սակայն երկրում սմարթֆոնների արտադրություն չկա։ Նա նաև հայտարարել է, որ հունիսի 1-ից առաջարկելու է 50% մաքսային հարկ Եվրոպական միության ապրանքների վրա։ Այս քայլը կհանգեցնի շքեղ ապրանքների, դեղորայքի եւ եվրոպական արտադրողների այլ ապրանքների վրա մեծ մաքսային հարկերի կիրառմանը։ Եվրոպայի գլխավոր տնտեսագետ Ջորջ Բաքլին այս քայլը բնութագրել է որպես աղետ համաշխարհային առևտրի համար, նշելով, որ Թրամփն ավելի է բարձրացնում նախկինում առաջարկված 20% համարժեք մաքսատուրքի շեմը։
Շուկաները բացասական են արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Եվրոստոքս 600-ը ընկել է 2%-ով, S&P 500-ի ֆյուչերսները նվազել են նախնական սակարկությունների ժամանակ։ Թրամփը հստակ ժամկետ չի նշել Apple-ի վրա հնարավոր մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ, եւ դեռևս պարզ չէ, արդյոք նա իրավասու է մաքսատուրք սահմանել կոնկրետ ընկերության նկատմամբ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք երեկոյան թողարկման ընթացքում։